Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ազգային ժողովի բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 միլիոն դրամ է ծախսվել, ինչը հավասար է մոտ 30,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի։ 3-ից 4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և 2 անգամ ավելի աթոռ ու սեղան գնել։ Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները ազգային ժողովը փորձել է թաքցնել։ Ժողովուրդ օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի սրճարանի համար Նորայր Սարգսյան ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 միլիոն 750 հազար դրամ։ Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի Նորայր Սարգսյան ԱԶ-ից ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք բերել նաև ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող Արգավանդ Կահույք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 50 աթոռ և 8 սեղան, ընդհանուր 3 միլիոն 381 հազար դրամ արժեքով։ Ստացվում է, որ ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն Ժողովուրդ օրաթերթը արձանագրել է, որ ազգային ժողովի սրճարանի տարածքում այս պահին տեղադրված են ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները։ Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ազգային ժողովի սրճարանում։ Հայկ Սարգսյան ԱԶ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 միլիոն 470 հազար դրամ արժեքով։ Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել ի հիշատակ իրենց այցելության։ Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները, փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ազգային ժողովի աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները։ Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում և հարց է առաջանում՝ 10-ից 20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից $100,000-ից ավելի գումար ծախսել սրճարան կառուցելու համար։